Մտեք։ Կներեք, կարելի է։ Այո։ Այսինքն երեխան իրան ագրեսիվ է պահում։ Կռիվները ինքն է սկսում ու նաև խփում է։ Այո։ Մերի վստահ ես։ Տիկին Սահակյան, ես այնտեղից եմ գալիս ու միջադեպին ներկա եմ եղել։ Լավ չի։ Ես այդ մտքից սարսափում եմ։ Իսկ գուցե երեխան իր աչքով է տեսել հոր սպանությունը։ Ու հիմա իր չտեսնելը, չխոսելը, դրա մասին չարտահայտվելը բերում է ագրեսիայի, որովհետև Տոշը լավ երեխա է։ Լավը ո՞րն է Աշխեն։ Մենք այստեղ ուրիշ բան ենք քննարկում։ Անտոնի հետ կապված որոշման մասին մենք ձեզ հետագայում տեղակ կպահենք։ Մի րոպե, այսինքն Անտոնին տանելու եք։ Երբ որ տանելուց լինենք, ինչ-որ մեկը իր հետ պիտի գա։ Մտեք։ Ընկեր Սահակյան, կարելի է։ Նարեկ հետո։ Ուղղակի թե շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ընկեր Սահակյան, ես եմ սկսել կռիվը։ Տոշը ոչ մի բան չի արել։ Հետո կռվեց հետս, բայց կռիվը ես եմ սկսել առաջինը։ Ես եմ մեղավոր։ Եթե ես չշարունակեի, այսքան բան ուղղակի չէր լինի։ Ու լցված էի Տոշի հանդեպ, չհասկացա, թե ինչ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, բայց առաջինը ես եմ սկսել, Տոշը ոչ մի բան չի արել։ Նարեկ, ես հասկանում եմ, որ տղաները քո վրա ճնշում են գործադրել, բայց դրա կարիքը չկա։ Պետք չի, որ դու քեզ մեղավոր զգաս։ Մերի, կլռես, ինչ ճնշման մասին է խոսքը։ Մեր երեխաները նման բանի ընդունակ չեն։ Ոչ մեկ ինձ վրա ճնշում չի գործադրել, ոչ մեկ ինձ հետ չի խոսացել։ Ես ուղղակի ուզում եմ ճիշտը ասեմ, որ ես եմ առաջինը սկսել։ Ու եթե պետք լինի կգնամ Տոշից ներողություն կխնդրեմ, որովհետև ես ուզում եմ իմ խղճի առաջ մաքուր լինեմ։ Ընկեր Սահակյան, մենակ ինձ պատժեք։ Ապրես, ճիշտ ես անում, իսկական տղամարդու քայլ է։ Ամեն ինչ ճիշտ ես անում, Նարեկ։ Իրականում ճշմարտություն ասելու համար պատիժներ չկան։ Չէ, ընկեր Սահակյան։ Պատժվում է նա, ով որ ցանկանում է խաբել։ Այո, իհարկե։ Ընկեր Սահակյան, մի հատ էլ նկարենք, էլի չի ստացվել։ Ինգա ջան, դու հիմա գնա, ես մի քիչ հետո կգամ, լավ։ Հա, ընկեր Սահակյան։ Եկավ բժիշկը, ես ուզում եմ խոսեմ հետը, որ ինձ դուրս գրի։ Ես խոսել եմ, մամ ջան, անիմաստ է։ Ես ուզում եմ ես խոսեմ, բացատրեմ, որ ինձ դուրս գրի։ Տատ, լավ էլի, տատ ջան, խնդրում եմ։ Ախր ես հարցրել եմ, թույլ են տվել, որ գիշերը մնամ քո մոտ, իսկ դու հիմա ասում ես գնում եմ տուն։ Ախր ես ուզում եմ մենք երկուսով մնանք ստեղ։ Եթե կարիք լինի մնալու, քեզ թվում է ես չեմ կարող մնալ, Լիլիթ ջան։ Լավ էլի, տատ։ Դե լավ, բալես։ Այսօր մնում ենք, բայց վաղը հաստատ տուն ենք գնում։ Լավ։
Ընդամենը այս թվի փոխարեն գրում ես 1։ Տոտես առաջան չեմ հասկնա հո զորով չէ։ Լավ, արի ուրիշ ձև բացատրեմ, տեսնում տենց կհասկանաս գունե։ Գերմերին հարցը բացարը չհասկացա, այդին ծեպդի բացադրես որ հասկանա։ Դե չգիտեմ կփորձենք։ Լավ, դե ցույց տուր ինձ։ 1-ի տեղը գրում ես։ Սա էլեկտրին արժե։ Ինգան երևույթը, ճիշտ է միշտ նվնվում է, բայց բոլոր իրավիճակներից դուրս է գալիս։ Ինգաներ, չէ։ Ինչը։ Սագանի բուժլատի օքանգստի մեղավորը։ Ես մենակ մեռանու սորը չուտեմ, հա։ Տեսիշ ջերմ են իրար գրկել։ Շարունակի, հա։ Բայց կհասկանաս գոնե։ Մեկ էստեղ կա։ Գրիգորիչ։ Չընդմիջենք։ Սուրճ եմ բերել։ Կարելի է։ Աղագին գործ արեցինք այսօր։ Հա, վաչի։ Իրիկումներ կմնամ, քիչ կանեմ, առավոտներ կգամ կշարունակեմ։ Գրիգորիչ ջան, ինչ է շտապում, հանգստացի, հանգիստ կանենք կհասցնենք։ Ես հետ եմ, չմտածես։ Ժամանակ չունեմ միք։ Գրիգորիչ, ինչ ես նենց խոսում ոնց ինչ-որ բան ես պլանավորել։ Ամեն ինչ էլ կհասցնենք, ժամանակ լիքը կա։ Համել կարևորը դու, Բելան, Բաբոն, Անտուն չեք մնացել։ Չէ, մեր տունն էլ է ձեր տունը, հարց այդ չի։ Համել մենք վաղուց ոնց որ բարեկամներ լինենք։ Ճիշտն ասած, կուզեի, որ իսկականից բարեկամ լինեինք։ Միք ջան, մենք բարեկամներ ենք։ Ես այս կյանքում ձեզանից հարազատ մարդ չունեմ։ Գրիգորիչ, բայց եթե լուրջ, ինչի ես ինչ-որ բան հասցնելու մասին մտածում։ Միք ջան, արի արագ ես սուրճ խմենք, գնանք մի քիչ գործ կանենք, էլի։ Համոյ չէ։ Ես եմ դրել։ Չի։ Սար, տենց էլ մտածում է, որ այստեղ կլինես։ Ոնց անցան նկարահանումներդ։ Շատ լավ, կարևորը նենց արեցի, որ հանկարծ չբռնվեմ։ Սար, ոնց, դու չես նայել։ Նայել եմ, կենթանի եմ նայել։ Այսինքն։ Դե տեսա, միջանցքում իրար գրկած սելֆի էի կանում։ Վայ, Սար, ինչեր ասես, որ չեմ անի, մենակ թե սուտս չբռնվի։ Ինք, իսկ խոսքի մեջ պատահաբար չես ասել մամ։ Վայ, Սար գժվել ես։ Հա ինչ կլինի, որ։ Լսի, եթե մի քիչ էլ էսպես շարունակես, հաստատ Մարկին կհամոզես, որ Սահակյանը մամա տա։ Լրիվ լուրջ եմ ասում։ Եթե սենց շարունակես, Սահակյանին էլ կհամոզես, որ մամա տա։ Ոնց ես։ Մտածեցի օգնեմ քեզ։ Հա, հիմա էլ դու։ Ինչա հերթով բոլորդ գալու եք իմանաք ոնց եմ կամ ինչ եմ անում։ Չէ, ինչ ես խոսում։ Ապուշ չեմ էլինա։ Ես ուղղակի ուզեցի օգնեմ քեզ։ Թեմատիկների ժամանակ դատարկ թուղթ ես հանձնում։ Ուզեցի օգնեմ։ Այդքան բան։ Չէ, ուղղակի չի ուզում գրեի։ Լավ, ոնց կուզես։ Ուղղակի մի ասա, հա, որ եկել եմ ինչ-որ բան իմանալու։ Ես տես բան չէի անի։ Տեսնում եմ, որ շատ ես բացակայում, բացի այդ հիմա թեմատիկների շրջանն է, այդքան բան։ Հենց պետք լինի կասեմ, ապրես շատ։
լավ է, չէ։ Երեխուս կյանքի վտանգ չի սպառնում, չէ։ Անի ջան, խնդրում եմ մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ է, վտանգավոր ոչ մի բան չկա։ Բժիշկ չեք խափում, չէ։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Շատ վատ եմ զգում։ Անի ջան, դու ինձ վստահում ես, չէ։ Ուշադիր լսի, ինչ եմ ասում։ Մենք փոքր խնդիր ունենք։ Հասկացա ինձ, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ խնդիրը լուծվի։ Խնդրում եմ, չանհանգստանաս, հա, ամեն ինչ լավ է լինելու։ Դու միայն լավ բաների մասին ես մտածում։ Հասկացար ինձ, Անի։ Մնացածը կթողես մեզ, հա։ Վերջ։ Տակությունը չի իջնում։ Գրիգորիչ։ Գրիգորիչ։ Լավ, վերջ, հերիքա է սարվան։ Թող։ Շարունակենք։ Դու սենց գրի, որովհետև այն անգամ ընկերաշխենը ասել էր ճիշտ ձևը սենց է։ Լավ։ Զար, ինգային ինչ է եղը։ Չգիտեմ, մի քիչ առաջ նորմալ էր ամեն ինչ։ Ինգա, ծանր մտքերի մեջ ես, հմի ինչ է եղե։ Երեխեք մամայից մասին եմ մտածում։ Տեսնես Մոսկվա գնաց։ Առանց քեզ տեսնելու դժվար գնար։ Չես զանգել։ Չէ, չեմ էլ զանգելու։ Երեխեք ինձ թվում է չի գա մաման։ Ոչ թե նրա համար, որ չի ուզում, այլ Կարենը չի թողնելու։ Շաբաթ օրը չես գնալու տուն։ Անպայման գնա։ Միգուցե խոսեք, հաշտվեք։ Ինք անպայման գնա։ Ինչ էլ լինի, գոնե հետո նեղված չես լինի, որ նեղացած գնաց։ Բել ես վախենում եմ։ Ինչից կամ ումից ես վախենում։ Բել Կարենը ահավոր մարդ է։ Մի քիչ իմ ներկայությունից էր ազդվում, որ շաբաթ կիրակի օրերին տուն էի գնում։ Հիմա հաստատ մամայիս հետ ավելի վատ ավարվելու։ Սկսվեց։ Զար, դուք իրան չեք ճանաչում։ Ինք ինչ-որ բան ես տեսել կամ լսել։ Ինչի ես տենց ասում։ Մի քանի անգամ լսել եմ ոնց եմ վիճում։ Ինք բոլորն էլ վիճում են։ Զար, դրանք սովորական վեճեր չեն։ Այդ մարդը ոնց որ հիվանդ լինի։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես այդ վեճերին չխառնվեմ, ինքը մամայիս վրա ձեռքել կբարձրացնի։ Մի անգամ մամայի թևերին կապտուկներ եմ տեսել։ Ասաց, որ ինչ-որ տեղը հարվածել ու չի հիշում, բայց չհավատացի։ Հաստատ խափեց։ Կուզես սես։ Հա, նան։ Ինքը ահավոր մարդ է։ Ու ես վստահ եմ, որ ինքն էր մամայիս խփել։ Ու
Մտածում եմ, որ հիմա էլ խփում է։ Ձեզ թվում է, ես չեմ ուզում, որ մամաս երջանիկ լինի, չեմ ուզում, որ մամաս ամուսնանա։ Հա, ես նեղվել էի, որ մեր կյանքում ուրիշ տղամարդ է հայտնվել, բայց չի էլ պատկերացնում, որ ինչ-որ տղամարդ կգա ու մեր հետ կապրի։ Բայց մի կողմից էլ մտածում էի, որ լավ կլինի, մամաս ուրախ կլինի, գոնե մի քիչ կաշխատի, բայց ավելի վատ, մամաս գնալով վախեցած էր դարձել ավելի։ Որ բոլորով նստած էինք լինում, ես ինչ-որ կատակ էի անում, մամաս վախեցած ինձ էր նայում։ Վախենում էր այդ Կարենի ամեն մի բառից։ Երեխեք չգիտեմ ոնց է լինելու, ինչ եմ անելու։ Չեմ էլ ուզում շաբաթ կիրակի տուն գնամ, բայց այսօր սիրտս ավելի անհանգիստ է մի տեսակ։ Վերջ, հիմա կարող ենք տուն գնալ։ Չէ, կարա, ասացին պետք է սպասենք։ Ինչին սպասենք։ Չգիտեմ ինչ-որ խնդիրներ կան։ Ասացին մնացեք էստեղ։ Ձեռ ես առնում։ Կար ես ու իմ հավեսի համար ստեղ չեմ պարկել։ Մառա, 2 օրից թռնում ենք։ Ու ինձ չի հետաքրքրում իրանք ինչ են ասել։ Ես ինձ ինչքան էլ ված գայի, կգայի հետդ, որովհետև հասկանում եմ, որ տոմս ես առել։ Բայց խոսքը մեր երեխու մասին է կար։ Մեր երեխեն մինչև այսօր առողջ էր։ Ոչ մի խնդիր չուներ։ Էդ ինչ անցել մտքներով, որ միանգամից հիվանդ են սարքել։ Ինձ չսավատում գնա խոսի բժշկի հետ։ Չգիտեմ, ասեց ձեզ հանգիստ է, պետք շարժվել չի կարելի։ Մնացեք, պետքա հետազոտվեք։ Դու ես արել, չէ՞։ Դու ես նենց արել, որ երկրից չգնանք։ Որ ինչ։ Որ երեխուդ մենակ չթողնես։ Կար ես երբ եմ նման բան ասել։ Ես ասել եմ, որ չեմ գալու հետդ։ Ինչ ես խոսում։ Ուրեմն լսի ինչ եմ ասում։ Նույնիսկ եթե բժիշկներն են էդ ասել, ես չեմ հավատում։ Իրանք սովորություն ունեն ամեն ինչը չափազանցնեն։ Ես արդեն տոմսերը առել եմ։ 2 օրից թռնում ենք։ Գնում եմ աշխատելու համար։ Ու ես իմ միակ հնարավորությունն է։ Եթե չգնացինք, այդ աշխատանքը տալու են ուրիշին։ Ու ես չեմ ուզում այդ տենց լինի։ Հասկացար։ Հիմա իջնում եմ ներքև, մեքենայի մեջ քեզ եմ սպասում։ Հավաքվում ես, իջնում ես։ Ու նենց ես անում, որ երկար չսպասեմ։ Դա ու մեկ էլ։ Բժիշկներին թռիչքի մասին ընդհանրապես ոչ մի բան չես ասում։ Ուղղակի ասում ես գնում եմ տուն հանգստանամ։ Ու վերջ։ Ու վերջ։ Հասկացանք իրար։ Ներքևում քեզ եմ սպասում։
Նստեք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել միջոցառման համար։ Ապրեն մեր աղջիկները։ Ամեն ինչ շատ սիրուն էր։ Եվ երկրորդը ուզում եմ անդրադառնալ մի կարևոր թեմայի։ Անտոն, դու արդեն հարմարվել ես, չէ՞։ Ամեն ինչ նորմալ է, չէ՞։ Ես ուզում եմ, որ մենք պատմենք մեր մասին։ Համ իրար լավ կճանաչենք, և նաև մեր խոսքը կզարգանա։ Ու հետո կանցնենք գրավորին։ Ընկերաշխեն էդ հետո, կամաց կշփվենք կծանոթանանք։ Ճիշտ ես, ես երևի շտապեցի։ Դե ինչ, անցնենք գրավորին։ Բայց ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Երեխեք, այս կյանքում ամենագնահատելի բանը դա ազնվությունն է։ Ազնվությունը ու մաքուր խիղճը։ Գիտեք, էական չի, ես ձեզ կգնահատեմ, թե ոչ։ Ես ձեզ բարձր կգնահատեմ, թե ցածր։ Էականը ձեր ազնվությունն է ու մաքրությունը։ Ու ես այսօր ձեր ամբողջ դասարանին 10 եմ նշանակում։ Որովհետև դուք շատ ազնիվ եք։ Ամենածանր պարագայում անգամ պետք է մարդ մնալ։ Ու ես շնորհակալ եմ ձեզնից։ Ընկերաշխեն կլինի 10 օրագրիս մեջ դնեք, որովհետև կյանքում ստացած ամենաառաջի 10-ը այն էլ բան է որ։ Լավ, ես կմտածեմ։ Դե ինչ, անցնենք գրավորներին, ես հիմա կբաժանեմ ձեզ թերթիկները։ Դե ինչ, անցանք առաջ։ Ընկերաշխեն կլինի տեղափոխվեմ։ Արագ։ Ամեն դեպքում Մերի պետք չէր երեխայի մասին նման ձևով արտահայտվել։ Կռիվ է եղել ու ինձ ասեցին, որ ինքն է։ Բայց տեսա ինչ ստացվեց։ Տեսա տիկին Սահակյան, բայց ես վստահ եմ, որ Նարեկին ստիպել են։ Եվ ընդհանրապես ես վերջերս իրանց շատ վատ եմ պահում։ Թե մոռացաք ձեր մուշտակի պատմությունը։ Մտածում եք հենց այնպես, շները մտա սենյակից տարան ձեր մուշտակը։ Չէ, չեմ մոռացել։ Դուք ասել եք, որ մի փոքր խոստություն պահենք։ Իսկ ես պահում եմ այդ խոստությունը։ Իսկ ընկերաշխենը երեխաների հետ շատ մեղմ է։ Անկեղծ ասած, ես իրենց մասին եմ մտածում։ Եվ ավելի շատ վախենում եմ, որ Տոշը… Մերի, այդ թեմայով արի էլ չխոսենք, սպասենք տեսնենք ինչ է լինելու։ Լավ։ Բայց կհասցնես քոնը։ Հա, կհասցնեմ։ Էլին, ապրես շատ։
ինչ ասեց բժիշկը։ Տուն են գնում։ Չէ, տատ ջան, այսօր էլ պետք է մնաս։ Ախր ես ինձ լավ եմ զգում։ Չեմ հասկանում ստեղ մնալու իմաստը։ Տատ ջան, եթե բժիշկները ասում են, որ պետք է մնաս, ուրեմն իմաստ կա։ Հիմա կապրիզներ անելու ժամանակը չի էլի տատ, խնդրում եմ։ Կմնաս այնքան, մինչև քեզ լավ կզգաս, նոր նոպայի վտանգ չի լինի։ Միասին կմնանք, ես էլ եմ մնալու։ Չէ, Լիլիթ։ Հա, տատ ջան, մնալու եմ ու միասին կավարտենք աշնան արևը։ 100 անգամ կարդացել ես, էլ մի սկսի։ Հա, կարդացել եմ, էլի եմ ուզում կարդամ։ Լիլիթ, դու հենց հիմա տուն ես գնում, քո տուն։ Տատ, ես ինձ քո հետ ավելի հանգիստ եմ զգում։ Կլինի ես որոշեմ, որտեղ եմ ինձ ավելի լավ զգում, խնդրում եմ։ Չէ, չի լինի։ Հիմա բուժքույրը կգա, ինձ հանգստացնող կներարկի, ես հանգիստ կքնեմ, այնպես որ քո այստեղ մնալը ոչ մի իմաստ չունի։ Տատ։ Լիլիթ, ինչի ես դու քո տանը քեզ հյուրի նման պահում, հա? Ճիշտն ասա, ինչ ա եղել։ Ինչ ա եղել, որ ես հիվանդանոցում լինելով դու գիշերով վեր ես կենում ու գնում ես գիշերօթիկը։ Լիլիթ, ինչ ա եղել, ասա տեսնեմ, ինչ ա եղել, չխաբես։ Տատ ջան, ես քեզ արդեն ասեցի, ինձ ոչ մեկ չի նեղացրել։ Ուղղակի գիշերը Կերսահակյանը զանգեց ու կանչեց գիշերօթիկ։ Դրա համար գնացի գիշերով։ Տատ, համել ես այդ մարդկանց հետ ինձ այդքան էլ լավ չեմ զգում, ինձ մի քիչ դժվար է։ Առավել եւս որ դու տանը չես։ Խնդրում եմ, էլի մնամ քո հետ։ Համել վաղը շաբաթ է։ Սար արտակը գալու է հետևիցդ, եթե չէ մենք քեզ կտանենք, մի քո ենք խնդրենք քեզ տուն կտանենք։ Չգիտեմ, ասելա գալու է։ Երեխեք, ես գնացի, լավ հանգստյան օրեր ձեզի։ Հաջողություն ախպերս քեզ էլ։ Սա զանգեմ տնամ գալիս է, թե չէ։ Չի պատասխանում, բաբ։ Դե ես գնացի, 10 րոպե սպասում եմ, եթե չեկար գնալու եմ։ Գնացի երեխեք։ Հաջողություն։ Ես հիմա կգամ։ Ինք կասեի արի գնանք մեր տուն, առանց մի վարկյան մտածել քեզ մեր տուն կտանեի, բայց դու գիտես, որ մենք մի քո այս տանն ենք մնում։ Չեն եկել, ուրեմն գնացել են։ Բայց եթե գնային, գոնե մամատ կզանգեր։ Զանգել ապել, ես չեմ պատասխանել։ Բա հիմա ինչ ես անելու, ուր ես գնալու։ Ինչ պետք է անեմ, տուն գնամ, ես ուրիշ տեղ չունեմ գնալու։ Մտածում եմ, եթե գնացած լինեին, հորքուրդ չեր գա քո հետևից։ Ինչ լավ կարծիք ունես հորքուրիս մասին։ Հենա, Արտակն էլ Սարոյի հետևից եկավ։ Լավ բել, ես գնացի։ Զարան ասաց ինձ տուն կհասցնեն, հա։ Եթե ինչ-որ բան պետք լինի, անպայման ինձ կզանգես, լավ։ Անպայման։ Բարև։ Բարև։
շաբաթ կիրակի երեխաների տուն են գնում ու հիմա քեռիտ է եկել։ Ասեք թող գնա, ես տեղ եմ մնալու։ Բայց Հա, ես հասկանում եմ, որ չի կարելի մնալ ստեղ այս օրերին, բայց ասեք թող ինքը գնա, ես հետո մի տեղից դուրս կգամ, այնքան ինքը ինձ չտենա, էլի։ Լավ, ես Սահակյանի հետ կխոսեմ, կխնդրեմ, որ շաբաթ կիրակի օրերը այստեղ մնաս։ Տոշ, լավ չես զգում քեզ։ Ես լավ եմ։ Տոշ, գույնդ լավ չի։ Ասեցի լավ եմ։ Տոշ, վարվում ես, այ տղա։ Հանգիստ պարկի գնամ բուժքրոջը կանչեմ։ Ինչ անենք, գնանք։ Ամեն պարզվում է ձեր տունը մեր տան կողքն է հենց։ Չէ, արդեն մի քոն ճանապարհին եմ։ Չգա անիմաստ էլի հետ գնա, սիրուն բան չի ստացվի։ Բաբ, ավելի լավ չի լինի Սարոյից հետ գնանք։ Դե մի քոյին կասենք, որ գալիս ենք արդեն։ Բելա, նոր ասեցի, մի քոն արդեն ճանապարհին եմ, նոր եմ խոսել հետը։ Դե լավ, սպասենք մի քոն գա, մենք հետո կգնանք, լավ արդ։ Բա ձեր միջոցառումը են օրվա լավ անցավ։ Հա, շատ։ Շատ։ Այնքան լավ, որ ես մի քանի օր չենք կարող Սահակյանի տրամադրությունը փչացնենք։ Շատ է ոգևորվել։ Անընդհատ այդ մասին է խոսում։ Մեր հաշվին իրան PR անում։ Ես էլ մի քոն։ Բարև երեխեք ջան։ Կներեք, որ ուշացա։ Բարև Արտակ ջան։ Բարև։ Մի քիչ գործեր էին առաջացել։ Միք ջան, ես ամեն անգամ գալիս եմ Սարոյին տանում եմ տուն։ Եթե բան է, երեխեքը իմ հետ կգան։ Մեր տները մոտիկ են իրար։ Հա, համել մի քոն շուտով բանակ է գնալու։ Ինձ թվում է ուրիշ տարբերակ չունենք։ Պիտի համաձայնվենք։ Վերջ, այս հարցն էլ լուծվեց։ Ժամանակից առաջ ընկնել պետք չի։ Իմ համար նեղություն չի։ Ես ձեզ տուն կտանեմ մինչև իմ գնալը։ Լավ, բայց եկեք գնանք, էլի արդեն շաբաթը կես դառավ։ Արի։ Ծանր չի, բրդուկում եմ։ Ես կպահեմ։ Մերսի։ Ում ես նայում։ Ոչ մեկին։ Ինչի՞։ Ուղղակի։ Լավ եկել ես։ Կներես այսօր չկարողացա հետևիցդ գալ, շատ խառն էի։ Ես էլ մտածում էի արդեն Մոսկվայում եք։ Չէ։ Հա, բայց կիրակի են գնում։ Նենց որ կարաս մտածես հորքուրի տանը ապրելու մասին։ Վաղը գիշեր թռնում ենք։ Տիկին Սահակյան, նշումները այստեղ ճիշտ են արված։ Այո։ Լավ, ես ինձ մոտ կլրացնեմ։ Կարելի է անկեր Սահակյան։ Այո։ Անկեր Սահակյան, կարող եմ ձեզ մի բան խնդրել։
Կարող ես։ Ընկեր Սահակյան, ես խնդրում եմ, որ Տոշը շաբաթ կիրակի օրերին մնա գիշերօթիկում։ Եթե հնարավոր է։ Ու իր քեռին ասեք, որ էլ չկա։ Ընկեր Աշխեն, այդպես չի կարելի։ Ընկեր Սահակյան, ես խնդրում եմ ողջ պատասխանատվությամբ, ես խնդրում եմ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ ընկեր Սահակյան։ Եթե հնարավոր է, թող մնա շաբաթ կիրակի օրերին էստեղ, իսկ եթե դա խնդիր է, ես հենց իմ տուն կտանեմ։